Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, այսօր նորից Tech 5 շաբթին է եւ դուք լսում եք Tech համայնք հաղորդաշարը։ Ես Մարիամն եմ, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ԱՏԶՄ-ի համայնքային զարգացման եւ գործընկերությունների մասով ղեկավարը։ Եվ այսօր իմ հյուրն է Bosnisoft ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Համլետ Մանուկյանը, ինչպես նաեւ Sprut ընկերության համահիմնադիրը եւ արդեն Ubi ընկերության նորից համահիմնադիրը։ Ողջույն Համլետ ջան։ Ողջույն Մարիամ ջան։ Նախ շնորհակալություն հրավերի համար, մինչև մեր բուն քննարկմանը անցնելը, ուզում եմ նաև ես շնորհավորել Tech 5 շաբթի շարքի, հաղորդաշարի ծնունդը, որովհետև կարծում եմ դա կարևոր իրադարձություն է մեր համայնքի համար, քանի որ համայնքային միությունների դերերից մեկը կայանում է ոնց որ ոլորտի հանրայնացումը, իսկ այդ առումով մեդիայի դերը գերագնահատելը կարծում եմ անհնար է։ Այդ իմաստով մեծ ձեռքբերում է, շնորհավորում եմ ձեզ եւ մեզ։ Շատ շնորհակալ ենք, այո։ Համլետ ջան, կուզեի հենց սկսենք դրանից, քանի որ դուք նաեւ ԱՏԶՄ անդամ եք հանդիսանում։ Կուզեի մի քիչ պատմեք ձեր փորձառությունը, արդեն 19 թվականից անդամակցում եք, բայց դուք ստեղծվել եք դրանից տարիներ առաջ։ Ինչի որոշումը կայացրեցիք անդամակցելու ու քանի տարի այսքան անդամակցում եք, ինչա դա ձեզ տալիս։ Շատ լավ։ Իրականում կարծես թե ինչ որ իմաստով թվում է թե վերջերս էր, բայց երբ որ sense նայում ես, հետ հայացք ես սկսում, արդեն 6 տարի է ԱՏԶՄ-ին ենք անդամակցում։ Կարևորագույն դերը, որը որ ես կարծում եմ ընդհանրապես յուրաքանչյուր հաջողության, պրոյեկտի հաջողության մեջ կարևորագույն դեր են խաղում մարդիկ, ու իմ ընկալմամբ ԱՏԶՄ-ն հենց դա մարդկանց մասին է, то есть այսինքն այն մարդկանց, ովքեր ձևավորում են մեր համայնքը, ու ԱՏԶՄ-ն ի սկզբանե ու ամենակարևոր դերը ինձ համար դիտարկվում էր այն շփումը, networking կոչվածը, որը որ հնարավորություն էր տալիս համայնքի տարբեր ներկայացուցիչների, ընդ որում այդտեղ կան եւ մեծ ընկերությունների, հայաստանյան գրասենյակներ եւ փոքր ստարտափեր, այսինքն ամբողջ այդ տիրույթը ներկայացված է ու հնարավորություն է տալիս շփումների միջոցով դառնալ ավելի լավը, նախ ինֆորմացված լինել, համագործակցել ու առաջին հերթին իրոք դա մարդիկ են, դա մարդկանց միջև հարաբերություններն են, իրենից բխող բնականաբար հավելյալ դա կարող է նաև վերածվել որոշակի համագործակցությունների ընկերությունների միջև, կարող է ինչ-որ նոր դռներ բացել, որտեղ տարբեր ոլորտային արդեն հիմա նաև ոչ միայն հենց նեղ IT ընկերությունները ներգրաված ԱՏԶՄ-ում, այդ իմաստով մենք գոհ ենք մեր ներկայությամբ ԱՏԶՄ-ում եւ միայն դրական տպավորություններ են։ Հետ գնալով եւս մի քանի տարի դուք 15 թվականից հիմնադրել եք Bosnisoft-ը։ Ինձ միշտ հուզել է այդ հարցը, թե Bosnia-ն ինչ կապ ունի, ինչի Bosnia, ու նաեւ կուզեի մի քիչ գործունեության մասին պատմել։ Շատ լավ։ Ուրեմն, 2000 իրականում սկսեցինք ամեն ինչը նույնիսկ 2014 թվականից եւ ընկերների մի քանի ընկերներով էինք, ավելի շատ մարդ էինք ու ընդ որում ասեմ ավելին, ես այդ սկզբնական նախաձեռնողների մեջ չէի, ընդ որում Bosnisoft-ը որպես այդպեսին ստեղծում էր ոչ թե որպես բիզնես կամ ստարտափ, որտեղ հիմնականում ընկերությունները ստեղծում են որպես կամ outsourcing-ային հենքի վրա կամ ինչ որ իդեա լինում։ Դա ավելի շատ մեր համար դիտարկվում էր որպես playground, այսպեսի ոնց որ ինչ որ տեղ, որտեղ մեր աշխատանքից հիմնական բոլորս ծրագրավորող ենք մասնագիտությամբ, մեր հիմնական աշխատանքից զատ ինչ որ հետաքրություն, մեր բոլոր հետաքրությունները իրականացնելու հարթակ, որպես այդպեսին, որը արժեք կստեղծի, այդ ընթացքում ինչ որ տարբեր պրպտումների մեջ էինք, նույնիսկ պատրաստ էինք social responsibility շրջանակներում ինչ որ հետաքրքիր պրոյեկտների համար soft-ի կտորը անել եւ այլն, այսինքն ի սկզբանե ձևավորվում էր այս գաղափարի շուրջ, Քանի որ այդ 6 հոգու մեջ ամենաշատ կազմակերպչական եւ մարդկանց հետ շփվելու կարողություններով երևի ես էի ավելի աչքի ընկնում, որոշեցինք մի քայլ առաջ գնալ, ու ես նույնիսկ աշխատանքից դուրս եկա ու սկսեցինք ավելի լուրջ դրանով զբաղվել, դա իմիջիալուց հնարավոր եղավ հենց այն ընկերական հարաբերությունների շնորհիվ, ովքեր որ հանդիսանում էինք համահիմնադիրներ, որովհետև իրոք ընկերությունը դա բիզնես է, բայց կոմֆորտ զոնայից դուրս գալու ռիսկը անելու համար վստահություն է պետք, իսկ վստահության համար ավելի լավ աղբյուր, քան ընկերական հարաբերություններն են, անհնար է գտնել։ Ու սկսեցինք ինչ որ գործունեություն բանանել, փորձել ավելի հստակացնել մեր գործունեությունը։ Այդ ընթացքում արդեն ինչ որ փորձեր էինք անում, բայց որպես այդպեսին տենց ոչ անուն ունեինք ու դժվար էր անուն որոշելը, որովհետև քանի որ որոշում կայացնողները մի քանի հոգի էին,
Տենց ամեն անգամ հավաքվում էինք, փորձում էինք մեր անվան ինիցիալները իրար կպցնել, ինչ որ անուն ստանալ, ձայնավորների պակասություններ անընդհատ առաջանում կամ ինչ որ տենց տարբեր փորձեր։ Օրերից մեկի ու զուգահեռ նաև գրասենյակային տարածք էինք ման գալիս վարձակալության համար։ Այդ օրը մամուլի շենքում տղաները անցել էին ու տարածք էին նայել, որը գտնվում էր Ոզնի շաբաթաթերթի հարևանությամբ։ Ու այդ հերթական քննարկումներից մեկի ժամանակ մեկը տենց կատակով ասեց պատկերացրեք Ոզնիսով տնենք ու կող կլինի իրանց բանի գրասենյակի, ոնց որ եթե հաճախորդ կա, սենց հետարքիր կլինի։ Եվ այլն ասեցինք, ծիծաղեցինք, անցանք առաջ ու ինչպես նշեցի, բայց այդ ընթացքում արդեն ես տարբեր ինչ որ networking event-ների էին մասնակցում, ինչ որ հանդիպումների եւ այլն, ու հերթականի ժամանակ երբ որ հարցրեցին, բա ձեր ընկերության անունը ինչ է, որպեսզի չբացատրեմ էլի, որ ընկերությունը կա, բայց դեռ անուն չունենք եւ այլն, ասացի Ոզնիսոֆտ։ Դենց ասեցի, մոռացա գնացի, մինչև մի քանի օր հետո զանգ է գալիս ու հերոսը վերցնում, ասում է բարև ձեզ, ես Ոզնիսոֆտի Համլետի հետ եմ խոսում։ Հետո ինչ որ էլի մեսեջով բան է գալիս, էլի Ոզնիսոֆտ բանով ու այդ ժամանակ տղաներին ասացի, տղերք, ոնց որ մեր բրենդը մեզնից անկախ արդեն ապրում է, էլ նոր փնտրտուքի կարիք չկա ու շատ հարմար տարբերակ կա, ինչպես հետագայում փորձը ցույց տվեց, իրոք բրենդի ընտրության հարցում գոնե հաստատ չէինք սխալվել, որովհետև նույնիսկ տարբեր էքսպոների մասնակցության ժամանակ լինում էր դեպքեր, երբ որ հաճախորդները մոտենում էին ու հենց բրենդ լոգոյի կամ անվան հետ կապված հարցեր տալով։ Այդ իմաստով ոնց որ հենց այսպես գրավիչ ու տպավորիչ անուն է։ Տպավորվող հիշվող անուն է, որը որ հիմա էլ նույնիսկ շատ անգամ տենց որ ասում ես, ասում են հա լսել ենք հաստատ ու իրական ոնց որ այդ բրենդի տպավորման պահը աշխատում է։ Իսկ ինչով է զբաղվում Ոզնիսոֆտը, որոնք են հիմնական ուղղությունները։ Շատ լավ, ուրեմն հենց այդ ստեղծման ժամանակ սկսեցինք այդ փուլը պայմանական ես անվանում եմ իմ ծրագրավորողից entrepreneur, հա, ձեռներեց դառնալու, ծրագրավորողից ձեռներեց դառնալու եւ սեփական սխալների վրա սովորելու փուլ։ Ուրեմն այդ Ոզնիսոֆտը հենց այդպես է ձևավորվել։ Ժամանակի ընթացքում որոշակի փոփոխություններ մեր մոտ եղան։ Մեր ընկերներից մի մասը օբյեկտիվ տենց պայմաններով քննարկումների արդյունքում ոնց որ դուրս եկան այդ հիմնադիրների ակտիվ process-ից, չնայած մինչև հիմա էլ համագործակցության տարբեր պրոյեկտներ համատեղ անում ենք եւ մնացինք երկու ընկերներով, ում հետ մինչև այսօր էլ հաջողությամբ Ոզնիսոֆտը ղեկավարում ենք համապատասխան դերերի բաշխումով։ Ու այդ առաջին փուլում սկսեցինք զբաղվել պահեստների կառավարման ծրագրերի մշակմամբ, որի վրա նաև հետագայում ավելացան CRM-ի որոշակի գործիքներ, ընդ որում այդ պրոդուկտները պետք է նշեմ, որ որոնք մշակվել են 2015-16 թվականներին, մինչև այսօր էլ թե հայաստանյան, թե ռուսաստանյան որոշակի ընկերություններում կան, դրված են, աշխատում են, բայց այդ փուլը ես պայմանական տենց համարում եմ իմ ծրագրավորողից ձեռներեց դառնալու process-ում սխալների սովորելու փուլ, հա, առաջինը դա հետևյալն էր, որ նման փոքր թիմով հնարավոր չէր ստեղծել բիզնես process-ների կառավարման համակարգ, որը մրցակցային կլիներ աշխարհում առկա շատ խոշոր ընկերությունների պրոդուկտների հետ։ Երկրորդը, որ երբ որ ինչ-որ մի շուկա ես ուզում մտնել, շատ կարևոր է հասկանալ տվյալ շուկայի կանոնները, հա, մասնավորապես մենք Ռուսաստանում փորձում էինք ներդնել այդ բիզնես process-ների կառավարման համակարգ, այսինքն ձեռնարկությունների ներքին կառավարման գործիք, որը հիմնված չէր ADIN-S համակարգի վրա, իսկ Ռուսաստանում ADIN-S-ը դա տենց ձեռնարկությունների կառավարման համար սրբություն է, որի վրա պետքա պարտադիր լինել, այսպես ասած, հա, ու դա ոնց որ ու երրորդ ամենակարևորը, որը ես հասկացա, կարևոր չի, թե դու ինչքան լավ բան ես ստեղծել, կարևոր է, թե դա իրոք ինչքան մարդու իրական ցավ է բուժում, հա, դու կարող ես ստանալ, այսինքն մի product, որի վրա սիրահարված լինես որպես founder, բայց իրականում դա որևէ բան չլուծի տվյալ մարդու համար, հա, ու ներկայացման իմաստով նույնիսկ պետքա ճիշտ հասկանաս, թե ինչն ես ներկայացնում, հատկապես երբ խոսքը գնում է B2B սեգմենտում վաճառք անելու մասին։ Այսինքն միշտ կարևոր է հատկապես դերակատիրական, հա, իմաստով, որ շատ հաճախ մտածում ես, որ այս խնդիրը, որը քեզ հուզում է, նաև կարող է հուզել բոլորին, բայց բաների, հա, տարբեր հետազոտությունների նախնական որ անում ես, հասկանում ես, որ կարող է եւ մեծ մասին չի ուզում, դա քո լոկալ խնդիրն է, այսինքն դրա վրա ռեսուրս չծախսես։ Այդ փորձը ունեցել ենք, երբ որ ես փորձում եմ այդ product-ը վաճառել ու տարբեր ընկերությունների ղեկավարների հետ, ոչ IT իհարկե էլի արդեն, պահեստների հետ կապված ընկերությունների ղեկավարների հետ խոսել, դու ներկայացնում ես ինչքան լավ բան ես սարքել, ինչ որ ոգևորված պատմում ես, բայց իրականում իրան ըստ էության հետաքրքրում է թե դա ինձ ինչքան ֆինանսական օգուտ է տալու, ես տեղին չեմ շահելու կամ ինչքան ծախսեմ բան անելու, էկոնոմիա անելու, հա։
Այդ իմաստով, հա, շատ կարևոր առաջին դասն էր, որի հիման վրա իրականում մենք ինչ որ պահի Woznisoft-ի գործունեությունը վերափոխեցինք, դառնալով outsourcing-ային ընկերություն, հա, այսինքն ծրագրային ապահովման մշակման ծառայություններ էինք մատուցում եւ հայկական ընկերությունների եւ արտասահմանյան ընկերությունների եւ այդ process-ը տևեց մինչեւ 2018 թվականը։ Երբ ուրեմն իմ ընկերը առաջարկեց ստեղծել մի product, որի անհրաժեշտությունը առաջացել էր իր մասնագիտական գործունեության ընթացքում հանդիպած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, ընդ որում շուկայում կային որոշակի product-ներ, որոնք լուծում էին այս կամ այն կերպ խնդիրը, բայց նույնիսկ այդ պարագայում դա բավարար չէր իր համար։ Եվ այդտեղից առաջացավ Sprout մեդիա մոնիտորինգային հարթակի ստեղծման պատմությունը, ընդ որում այս փուլում ի տարբերություն նախորդ ասածից, երբ որ պետքա այսպես կոչված idea validation-ի փուլը անցնել, հա, յուրաքանչյուր product սկսելուց առաջ, այս դեպքում դրա կարիքը նույնիսկ չկար, որտեվ համահիմնադիրներից մեկը հենց որպես կերպարային իմաստով այդ product-ի առաջին օգտագործողն էր։ Այդ իմաստով նույնիսկ այդ խնդիրը մենք չունեինք ու process-ը ռեալ շատ արագ ստացվեց։ 3 ամսում ստացանք MVP product, իսկ մեր հետևորդների համար ասեմ, որ մինչ LLM-ական, այսինքն մինչ արհեստական բանականությամբ ծրագրավորման vibe coding-ի ժամանակաշրջանում 3 ամիսը բավականին կարճ ժամանակ էր, դա հիմա է որ կարելի է մի ամսում դեռ ամբողջական ծրագիր ստանալ, հա։ 3 ամսում ստացանք MVP product ու հենց 3 ամիս հետո արդեն ունենք իրական օգտագործողներ։ Այսօր Sprout-ը արդեն կայուն, եթե չասեմ առաջատար դիրք է զբաղեցնում հայաստանյան շուկայում մեդիա մոնիտորինգի ոլորտում, բայց Sprout-ի մասին ասում ավելի շատ մանրամասներ չեմ պատմի, տեղ թողնելով դրա մասին հետագա պլանների մասին առանձին թողարկում անելով համար իմ գործընկերոջ հետ։ Ու կանցնեմ այդքանը էր Sprout-ով։ Փաստորեն դուք ի սկզբանե սկսել եք ձեր գործունեությունը որպես product ստեղծող ընկերություն, հետո դարձել եք outsource անող ընկերություն, հիմա կարծես վերադարձել եք նորից product-ներ ստեղծելուն, հա։ Շատ հաճելիորեն զարմացած էի, որ Digitech-ին ձեզ տեսա Digitech-յան այդ startup ալեայում UBI անվան ներքո, կուզեի մի քիչ պատմեք UBI-ի մասին, հա, ինչ է UBI-ն, ոնց է ստեղծվել, գաղափարը ու հիմա ուր ենք հասել։ UBI-ի մասին, ուրեմն UBI-ն կրկին ստեղծվել է ինձ շատ մտերիմ մարդու առաջարկով ու պատճառը նորից եղել է անձնական մաշկի վրա զգալով խնդիրը, հա, այսինքն տվյալ դեպքում դստեր ծնունդը կազմակերպելու միջոցառումը կազմակերպելիս առաջացած խնդիրները, հա, ու երբ այդ առաջարկը հնչեց իմ կնոջ ընկերուհու կողմից, որ այսպես միտք ունենք, ուզում ենք իրականացնենք, ինչ կասես, դրանից մի քանի շաբաթ առաջ նմանատիպ խնդրի առնչվել էինք նաև մենք ընկերներով, երբ որ ընտանիքներով ուզում էինք ինչ-որ ժամանցի վայր գտնենք քաղաքից դուրս, ու դա բավականին ժամանակ, ճիշտ ասած նաև նյարդեր տարավ ինձանից, էլի վերոնշյալ կազմակերպչական process-ների ին վրա վերցնելու հետ կապված, ընդ որում ամենավատը այդ ամեն ինչի այն էր, որ վերջում միևնույնն է բավարարված չէինք գտնված տեղով, հա։ Այդ իմաստով ես հենց իմ մաշկի վրա էլի զգացել էի այդ ցավը ու դա հիմք հանդիսացավ, որ բավականին արագ համաձայնվեմ UBI-ի համատեղ իրականացմանը։ Ի սկզբանե այն product-ը, որը մենք այս պահին իրականացնել ենք, կարող է տպավորություն ստեղծել, որ venue finder է, այսինքն ժամանցի վայրերի փնտրման զուտ բազա, հա, այսպես ձևակերպեմ, բայց դա այդպես չէ։ UBI-ն ժամանցային միջոցառումների ընտրման որոշման հարթակ է, այսինքն այն հնարավորություն է տալիս մեր օգտատերերին հասկանալ, թե ուր գնալ այսօր, տվյալ տրամադրությամբ, տվյալ կամ միայնակ, կամ տվյալ խմբով ընկերների հետ, կամ այլ շրջապատի հետ։ Այսինքն դու կարողանում ես շատ ավելի մանրամասն նկարագրության հիման վրա ստանալ որոշակի առաջարկներ, այո, նաև վերլուծելով տվյալ մարդու վարքագիծը։ Ու ոչ միայն մարդու վարքագիծը, այստեղ մենք փորձում ենք հիմա նաև անցնել next հաջորդ մակարդակին խմբային վարքագծի վերլուծման արդյունքում հասկանալ, թե որտեղ է արդյոք համապատասխան կլինի տվյալ խմբով այցելելու համար, հա։ Այստեղ բավականին, որը հնարավորություն կտա
մեր օգտատերերին խնայել բավականին ժամանակ, որովհետև նույնիսկ հատկապես երբ որ խմբով փորձում ես ինչ-որ տեղ այցելել, այդ որոշում կայացնելու process-ի վրա արդյոք բոլորի սրտով է դա, ով ինչ պահանջմունքներ ունի, որոնք անհրաժեշտ է բավարարել, հա, իսկ այդ ամեն ինչը պարփակելով, մեկտեղելով մեկտեղում մենք խնայում ենք բավականին ժամանակ եւ ամենակարևորը իրոք մարդիկ կստանան հենց այն տեղը, որը նրանց հետաքրքրում է։ Այս փուլը կարելի է UBI-ի համար անվանել բետա տեստինգին հաջորդող փուլ, հա, այսինքն մենք վերլուծում ենք շատ ակտիվ ձևով մեր օգտատերերից ստացած կարծիքները, որոնք իմիջիալոց շատ ուրախ կլինենք, որ մեր լսողներն էլ օգտագործեն եւ տան իրենց կարծիքները, որովհետեւ ամեն նոր օգտատիրոջ հետ նոր եւ նոր հետարքիր դեպքեր ենք մենք բացահայտում, որոնց մի մասը նույնիսկ չէինք էլ դիտարկել սկզբանե։ Այսինքն հորդորում ենք մեր ռադիո լսողներին ու դիտողներին ներբեռնել UBI-ին, UBI AI հավելվածը օգտագործել եւ այնտեղ նույնիսկ տեղ ունենք, որտեղից կարող են մարդիկ իրենց կարծիքը հայտնել Google Form-ի միջոցով եւ մենք անպայման շատ կարեւորություն ենք տալիս մեր հաճախորդների կարծիքին եւ ակտիվ աշխատանքներ ենք տանում դրանց իրականացման ուղղությամբ ու վստահեցնում ենք, որ ժամանակի ընթացքում մոտակա 1-2 ամսում եւս շատ ավելի լավ բարելավված տարբերակ կունենանք։ Իսկ Digitech-ին, քանի որ ներկա եք հենց ստարտափների հետ ջեմուղում, բնականաբար շփվել եք տարբեր այցելուների հետ, եղել են ձեր համար ինչ-որ կարևոր կարծիքներ, որոնք ձեզ օգնել են UBI-ն լավարկել։ Այո, նաև այդ իմաստով ենք ասում կարծիքների մասը, որովհետև օրինակ կարծիք հնչեց, որ այն կարող է շատ օգնել նաև networking-ի վայրեր փնտրելու իմաստով։ Մարդիկ կային, որոնք առաջարկ հնչեցրին, որ երբեմն մարդը ինքը չի կարողանում սահմանել, թե ինչ է ինքը ուզում, հա, ինչ տեղ է ուզում, այսինքն ակնկալում են, որ հենց հավելվածը ինքը սկսի առաջարկներ գեներացնել եւ մարդկանց ներկայացնել, թե ուր կարելի է այցելել այս կամ այն օրը կամ մի ուրիշ հատված կար, քանի որ UBI-ն ոչ միայն առօրյա միջոցառումների կազմակերպման հարթակ է, այլ նաև այդ մասը չնշեցի, այլ նաև ծնունդներ, team building-ի իվենտներ կազմակերպելու համար է նախատեսված, հա, այդ տեղերի համար նախատեսված նաև այլ սերվիսների ներառում հավելվածում։ Եվ այդպես շարունակ ավելի կոնկրետ օրինակ кейսերով դեպքեր կան, որոնք հենց հիմա հենց թիմը նստած մշակում է, հա։ Շատ ուրախ եմ, որ նման ձևով առաջ է գնում ընդհանուր Voznitsoft-ը։ Համլետ ջան, իսկ բացի պահեստի կառավարման ու CRM-ական համակարգերից, էլ ինչ ուղղվածություն ունի Voznitsoft-ը։ Հա, շատ հետաքրքիր հարց էր, Անեմ ջան, շնորհակալություն։ Ուրեմն իրականում հետկորոնյան այդ ժամանակահատվածում, հա, եկավ մի իրավիճակ, որ հստակ էր, որ ոչ միայն ոչ IT ընկերությունները, եթե չվերափոխվեն, խնդիրներ են ունենալու հետագայում, այլև հենց IT, այսինքն ծրագրային ապահովման ընկերությունները խնդիր ունեն վերապրոֆիլավորվելու, վերափոխվելու, զարգանալու, հա, ու այդ պահին մեր առաջ այն հիմնական 3 ուղղություններ էի ես դիտարկում, որոնք որ բացի տրադիցիոն ծրագրային ապահովման մշակումից պետք է շարունակել։ Մեկը դա արհեստական բանականության ուղղություններ, երկրորդը blockchain տեխնոլոգիաների եւ երրորդը AR, VR տեխնոլոգիաները, հա։ Եղած ռեսուրսների գնահատմամբ մենք ընտրեցինք blockchain տեխնոլոգիաների ուղղությունը, այդ հետո իհարկե այդ պահին իրականում արհեստական բանականության ոլորտը ավելի տենց պահանջում էր խորը մասնագիտական գիտելիքներ, դա հիմա է, որ այսինքն ինտեգրելով տարբեր եղած tool-եր ըստ էության արհեստական բանականությունը ինտեգրվել է բոլոր նաև մյուս ոլորտները, բայց շատ կարճ կնկարագրես ինչ ասել է blockchain, մեր շատ լավ։ Իրականում դա շատ կարևոր խնդիր է, որովհետև մեր հասարակության մեջ, երբ որ կրիպտոյի մասին խոսակցություն է գնում, միանգամից ասոցացվում են կրիպտո արժույթները, Bitcoin-ը կամ trading-ը, հա, իմիջիալոց այդ իմաստով նաև խնդիրներ ունենք, որտեղից վերջերս նույնիսկ մարդիկ, որոնք կրթված չեն տիրապետում այդ ամեն ինչին, բավականին լուրջ ֆինանսական կորուստներ են պարբերաբար ունենում, բայց ես ուզում եմ խոսել Web3-ի որպես այդպիսին գաղափարախոսության մասին, հա, Web3-ը դա կրիպտոարժույթը չէ, Web3-ը դա գաղափարախոսություն է, որը ապակենտրոնացման եւ սուվերենիտետի մասին է, հա, այսինքն հնարավորություն է տալիս
տարբեր ուժային կենտրոններից անկախ ստեղծել արժեք, հա։ Եթե խոսենք նրա մասին, որ այսօր օրինակ մեդիա ոլորտի մասին, հա, խոսենք, այսօր գոյություն ունի Facebook, գոյություն ունի Google եւ այլն ընկերություններ, որոնք կառավարում են եւ տիրապետում են ձեր ինֆորմացիան։ Web3-ը եւ դրա մասնավոր իմպլեմենտացիան բլոկչեյնը հնարավորություն է տալիս ստեղծել համակարգեր, որոնք չեն կառավարվում մեկ կենտրոնի կողմից, այսինքն նույնիսկ այն ընկերությունները, մասնավորապես դա կլինի Woznisoft-ը թե այլ ընկերություն, որը ստեղծել է այս կամ այն պրոյեկտը ու դա իրոք ապակենտրոն է, բլոկչեյնի վրա է, ինքը հետագա ոչ մի կառավարման կամ փոփոխման հնարավորություն չունի, այսինքն եթե նույնիսկ դա ունի, դա բաց երևում է, այսինքն բոլորի կողմից հասանելի է։ Այստեղ եւ սեփականության իրավունքի հարցը կարելի է շատ լավ լուծել եւ տարբեր տեսակի մեդիա եւ փաստաթղթաշրջանառային հարցեր կարելի է լուծել, հա, այսինքն իրականում բլոկչեյնը եւ Web3-ը ստեղծում է մեծ հնարավորություն հատկապես Հայաստանի պես փոքր երկրների համար ստեղծել արժեք եւ ունենալ իրենց ուրույն դերը։ Ընդ որում այս իմաստով շատ հետաքրքիր process-ներ են տեղի ունենում նաեւ տարածաշրջանային իմաստով, հա, Եվրոպան օրինակ իր խիստ օրենքների եւ շատ կարգավորումների, ինչպես նաեւ հարկային շատ կոշտ քաղաքականության արդյունքում կորցնում է բավականին լուրջ ընկերություններ իր տարածքից, ի հակադրություն դրան ասիական երկրները, մասնավորապես Սինգապուրը, Հոնկոնգը բավականին ակտիվ ձևով դրա օգտագործում են, նույնը նաեւ արաբական երկրները, ընդ որում ոչ միայն խոսքը էմիրությունների մասին է, այլ նաեւ հարևան մյուս երկրները, հա, փորձում են հնարավորությունները օգտագործել։ Իհարկե, այստեղ կան ռիսկեր, բլոկչեյնը ստեղծում է ռիսկերը, բայց յուրաքանչյուր ռիսկի մեջ պետք է փորձել տեսնել հնարավորություններ, հա, եւ օգտվել այդ հնարավորություններից, որովհետեւ հետո ինչ որ ժամանակ հետո նորից կանգնում ես կոտրած տաշտակի առաջ եւ ասում ես ափսոս, սա ճիշտ էր կամ սխալ էր։ Իհարկե, այստեղ տեղի են ունենում նաեւ մեդիա մանիպուլյացիաներ, նույն չգիտեմ, հենց այս օրերին տեղի ունեցող կրիպտոարժույթների կուրսերի անկումը, էլի ես էլ ասում եմ միշտ ի սկզբանե ասացի, որ Web3-ը դա կրիպտոարժույթը չի, բայց եկա այս ոլորտին, որովհետեւ մեր լսողների համար նաեւ հասկանալի լինի, հա, տեղի են ունենում ինչ որ մանիպուլյացիաներ, գների անկում, բարձրացում եւ այլն, բայց այստեղ էլ, եթե ուզում ես ցանկանում ես ինչ որ ձևով դրան մասնակցել, շատ կարեւոր է կրթվել, հասկանալ ինչ է տեղի ունենում, եւ ամենակարևորը նորից շեշտեմ, ես ուզում եմ, որ մեր լսողները հասկանան, որ Web3-ը կամ բլոկչեյնը դա կրիպտոարժույթը չի, դա շատ ավելի մեծ հնարավորություններ, մասնավորապես օրինակ բերեմ Մալտայի օրինակը, որտեղ այդ բուհական կրթության դիպլոմները տեղափոխվել են MIT-ի հետ համատեղ բլոկչեյն տեխնոլոգիաների վրա, ինչը հնարավորություն է տալիս թափանցիկության, կոռուպցիոն ռիսկերից խուսափելու կամ նույն Էստոնիայում փաստաթղթաշրջանառության պետական բավականին մի հատված տեղափոխվել է բլոկչեյնի վրա, այսինքն իրական կյանքի կիրառություններ կան եւ շատ կարեւոր է դիրքավորվել այդ իմաստով։ Նույնիսկ մեր հարևան Վրաստանը կադաստրի ինչ որ մի կտոր իրականացրեց բլոկչեյնի վրա, նույնիսկ վստահ չեմ հիմա դա ինչքանով ֆունկցիոնալ իմաստով լիարժեք մեծ դեր է կատարում, բայց միայն այն գաղափարը, որ իրանք դա արեցին, իրենց թույլ տվեց դիրքավորվել որպես Web3 կամ blockchain oriented պետություն, հա։ Այս իմաստով կարծում եմ մենք այդտեղ բավականին անելիք ունենք, հատկապես որ համայնքը որպես այդպեսին կա, նաև Web3 համայնք Հայաստանում կա, որը ոչ շատ արագ, բայց կայուն քայլերով զարգանում է։ Իսկ Հայաստանը որ ինչպեսի դիրքում է հիմա Հայաստանը blockchain-ի հետ կապված։ Գիտեք, եթե համեմատության մեջ դնենք, իրականում հիմա կարգավորումների մասին ենք այսպես թե այնպես ոնց որ վերադառնում խոսակցությունը, իհարկե դա շատ մեծ թեմա է, շատ մակերեսորեն կփորձեմ հիմա անդրադառնալ, ընդունվել է եվրոպական մոդելը, որը շատ խիստ է, որը շատ պահանջները շատ բարձր են, որը կարծում եմ նոր ձևավորվող որպես բիզնես ուղղություն, հա, որպես այդպեսին շատ դժվար է ձեռնարկությունների համար այդտեղ կանալը, ինչպես նաև եթե խոսենք արտաքին խաղացողների մեր շուկա մտնելու պայմաններ ստեղծելու իմաստով դա բարենպաստ պայմաններ չի ստեղծում։ Կան իհարկե, բայց դրա հետ միասին կան պրոդուկտներ հայաստանյան ընկերությունների կողմից ստեղծված, որոնք նույնիսկ արդեն միջազգային բավականին լուրջ դեր են խաղում։ Այդ իմաստով պոտենցիալը շատ ավելին է, քան դիրքը, որը այս պահին մենք ունենք, այսպես կձևակերպեմ, հա։ Իսկ հիմա Woznisoft-ը դրանում ինչ դեր է խաղացել։ Որ դուք օգտագործում եք այդ տեխնոլոգիաները, ինչ հետաքրքիր պրոյեկտ եք արել դրա այդ տեխնոլոգիայով կամ ո՞նց եք դա կիրառել ձեզ մոտ։
Բլոկչեյնի ուղղությամբ մենք 3 ուղղությամբ պրոդուկտներ ունենք, մեկը դա ապակենտրոնացած ֆինանսական պլատֆորմների մշակումներ, կան որպես այդպիսին խաղային պրոդուկտներ, որոնք ստեղծվել են։ Այս պահին ես ավելի շատ տեսնում եմ մեր դերը համայնքի եւ Web3 տեխնոլոգիաների դերի կարեւորության եւ հասարակության մեջ դրա դերի գնահատման իմաստով, հանրայնացման գործունեության իմաստով, էլի։ Ձեզ լիքը հաջողություն եմ մաղթում ու կայացման մեջ։ Հիշեցնում եմ հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, այսօր Tech-ing շաբթին է եւ դուք լսում եք Tech համայնք հաղորդաշարը։ Իմ հյուրն էր Համլետ Մանուկյանը, Ոզնիսոֆտ ընկերության համահիմնադիրը, Sprut ընկերության համահիմնադիրը եւ արդեն UBI ընկերության համահիմնադիրը։ Շատ շնորհակալ եմ։